Այսօր մենք կպատրաստենք բարոմետր։ Բարոմետր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է փուչիկ, ծողիկ և բանկա։ Բարոմետրի օգնությամբ կանխագուշակում ենք եղանակի փոփոխությունները, որովհետև այն չափում է օդի ճնշումը։ Առաջին բարոմետրը 1643 թվականին ստեղծել է Տորիչելին։ Նա վերցրեց երկարապակե խողովակ, լցրեց սնդիկով և շրջեց սնդիկով լի անոթի մեջ։ Սնդիկի մակարդակի փոփոխությամբ նա հասկացավ, որ օդը ճնշում է գործադրում երկրի վրա։ Կան բարոմետրերի տարբեր տեսակներ՝ սնդիկային բարոմետր և աներոիդ բարոմետր։ Սնդիկային բարոմետրը աշխատում է սնդիկի միջոցով, շատ ճշգրիտ է, ստեղծվել է առաջինը։ Աներոիդ բարոմետրը սնդիկ չի պարունակում, ներսում ունի մետաղական տուփ, որը սեղմվում կամ լայնանում է օդի ճնշումից։ Ավելի հարմար է օգտագործման համար։ Եթե մթնոլորտային ճնշումը ավելանում է, ձողիկը բարձրանում է վերև, և փուչիկը սկսում է օրջել։ Եթե նվազում է մթնոլորտային ճնշումը, ձողիկը սկսում է իջնել ներքև։ Դա նշանակում է, եթե լավ եղանակ է դրսում, ձողիկը վեր է բարձրանում, իսկ եթե վատ եղանակ է, ձողիկը ներքև է իջնում։ Այս փորձի օգնությամբ ես ավելի լավ հասկացա մթնոլորտային ճնշումը։